Բարեկելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմոծությունը, նորոծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, խնդրում եմ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան, ինչ որ քեզանից է, թող արձակված լինի մեր կյանքի ամեն իրավիճակի վրա։ Թող գա քո գերբնական հաղթանակը քո զորավոր ձեռքով, քո փառքը հայտնապես երևա ամեն իրավիճակի վրա։ Եղիր փառավորված ամեն մեկիս կյանքում ու ողջ Հայաստանի վրա Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, այսօր շատ հետաքրքիր խոսք է սրտումս, որ ուզում եմ կիսվեմ ու կարծում եմ շատերին սա պետքա որ այս պահին լսեն ու հասկանան այն իրավիճակը, որ ստեղծված է, այն փոփոխությունները, որ Աստված պատրաստում է, ու փոփոխությունները գալիս են Աստծո ձեռքով, նույնիսկ մեզ չհարցնելով, ուղղակի փոխվում է սեզոնը, շատ բաներ այլևս չեն լինի առաջվա պես։ Որպեսզի մի փոքր հասկանալի դարձնեմ, տեսանելի ձևով փորձեմ հիշեցնեմ, թե ինչ կատարվեց Իսրայելի հետ, երբ որ իրանք դուրս եկան Եգիպտոսից։ Հիշում եք, Եգիպտոսում իրանք ծառա էին, ամեն օր աշխատում էին, չարչարվում էին, որ իրանք մի կտոր հացը ունենան։ Ու իրանք այդ ծառայական կարգավիճակի մեջ էին, իրանք համար դա բնական էր արդեն, որովհետև 400 տարի իրանք անդադ այդ կարգավիճակում էին, իրանք ծառայությունից են կողմ բան չէին տեսել։ Ու իրանք իրանք ծառա էին տեսնում, գիտեին, որ պետք է չարչարվեն ու շատ չարչարվեն, որպեսզի մի բան ունենան ուտելու, ապրելու, իրանք երեխեքին պահելու։ Ու եկավ մի օր, որ Աստված իրանց տանում էր Քանանի երկիր, իրանց կյանքում բերում էր փոփոխություն, ու իրանց կյանքում մի նոր բան էր սկսում, որ մինչև այդ չէր եղել, իրանք չգիտեին դա ինչ է, ու իրանք ինչ որտեղ շոկային իրավիճակում էին այդ փոփոխություններից, որ կատարվում էր, որովհետև այն ազատությունը, որ Մովսեսը իրանց խոստանում էր, դրան հակառակ ավելի իրավիճակը վատանում էր, փարավոնը ավելի խստացնում էր լուծը, բայց ժողովուրդը վերջին հաշվով լսելով Մովսեսին արեց այն ինչ որ ասում է Աստված ու իրանց գերբնական ձևով ազատեց փարավոնի ձեռքից ու տարավ դեպի խոսնունքի երկիր, դեպի Քանան, ու ճանապարհը անցնում էր անապատով։ Հետաքրքիր է, որ անապատում իրանք հանդիպեցին իրավիճակների, որոնք երբևէ չէին կարող պատկերացնել, որ նման բան հնարավոր է։ Անապատում, ոնց գիտեք, ոչինչ հնարավոր չի ցանել, հնձել, անապատի հողը այն ձևի է, որ այնտեղ չի աճում, հնարավոր չի ուտելիք սնունդ ցանել, աճեցնել ու հետո սնվել դրանով։ Անապատում ջուրն է պակասում, կյանքի պայմանները այլ են, ու բնական է, այդ անապատ ասվածը ինքը իրանով հենց խորհրդանշում է, որ չոր ու ցամաք է ամեն բան, թեկուզ այդ ծառայողական իրավիճակում, այդ շատ չարչարվելու արդյունքում ձեռք բերած ապրուստը, ուտելիքը, սնունդը հնարավոր չի ունենալ անապատում։ Աստված իրանց կյանքում բերեց մի բան, որը իրանցից կախված չէր, սկսեց 40 տարի իրանց կերակրել մանանայով, ամեն օր երկնքից մանանա էր տեղում իրանց վրա, ու իրանք այդ մանանան ստանում էին ոչ թե իրանց հավատքով, այլ իրանց հավատքից անկախ էր դա նույնիսկ, իրանք հավատային, չհավատային, այդ մանանան ամեն օր գալիս էր։ Ու Աստված ցույց տվեց իր գերբնական մատակարարումը իր ժողովրդի վրա, որի համար հոգ է տանում, ավելին այդ ընթացքում իրանց որևէ մեկի շորը չհնացավ, որևէ մեկը հիվանդ չէր, Աստված գերբնական պաշտպանություն էր ստեղծել իրանց շուրջ բոլորը ու մատակարարում էր ամեն ինչով։ Ու սա սեզոնի փոփոխություն է, որը սկսվեց Իսրայելի կյանքում այդ ժամանակ, որին իրանք երբևէ ծանոթ չէին եղել։ Ու բնական է, որ սկզբնական շրջանում նման բանի մեջ մտնելը բոլորի համար, մտքի համար դա անհասկանալի էր ու միտքը բնական է, որ հակառակվում էր, չէր հասկանում, չէր ընկալում, բայց հետագայում սովորեցին, ընտելացան ու դա դառավ սովորական մի բան։ Ինչի համար եմ սա ասում, երբ որ գալիս է սեզոնի փոփոխությունը, Աստված կտրում է հին բաներից։ Երբ որ բերում է նոր բաները, այդ նոր բաները այնքան անսպասելի են ու անհասկանալի են, որ նույնիսկ շոկ է առաջացնում։ Դու դրա մեջ երբևէ ինչ-որ ձև լուծումը չես կարող տեսնես ու հասկանաս,
որ այն ինչ որ առաջարկում է քեզ Աստված, դա քո փրկությունն է, քո ելքն է, բայց իրականում Աստված ավելի լավ գիտի, թե ինչ է անում ու ոնց է քո հետ աշխատում, ոնց է քո միտքը նորոգում ու ոնց է քեզ սորացնում իր ճանապարհներին։ Ու հիմա ես ուզում ասեմ, որ մենք սեզոնի փոփոխության մեջ ենք, բաներ կա, որ հին ձևով չի գործելու, բաներ կա, որ կան ու դադարելու են լինելուց, որովհետև նոր բան է սկսվում։ Ու այդ ընթացքը այդքան հեշտ չի, որովհետև իրոք դա նման է, որ դու մեռնում ես ու հետո հարություն ես առնելու, որովհետև այդ աշխատանքն է կատարվում քո ներսում։ Խոսքը ֆիզիկական մահի մասին չի, քո ներսում է կատարվում բաներ, որ ինչ-որ բաներ մեռնում են, ինչ-որ բաներ պետքա ծնվեն։ Օրինակ, հիշում եք, երբ որ Գաբրիել հրեշտակը եկավ Մարիամի մոտ, ասեց, որ հղիանալու ես, երեխա ես ծնելու, իսկ Մարիամը կույս էր։ Դուք պատկերացնում եք Մարիամի վիճակը, երբ որ ինքը չունի որևէ փորձառություն, հերիք չի, որ ինքը երբևէ երեխա չի ծնե ու չգիտի դա ոնց է ծնվում, առավել ևս ինքը կույս է, իր կյանքում որևէ տղամարդ դեռ չի եղել, ու ինքը լսում է, որ պետքա հղիանա, ու իր համար դա շոկ է, ոչ մի ձև չի կարող պատկերացնի մարդկայինորեն ոնց կարա Աստծո ասած այդ բանին իրականանա, բայց միակ բանը, որ ասում է, Աստված ջան, թող քո կամքը լինի, հոժար եմ, հնազանդ եմ, միտքս չի հասկանում, բայց դու ավելի լավ գիտես ինչ ես ասում, ու կատարվում է այն ինչը որ կատարվում է Աստծո ձեռքով, հետագայում Աստված իր խոսքը ցույց է տալի, ոնց իրականացավ, ոնց Մարիամ հղիացավ ու ոնց ծնվեց Հիսուսը, աշխարհի փրկիչը։ Հիշում եք, նման իրավիճակներ հնարավոր է ձեր կյանքում եղել են ժամանակ առ ժամանակ, երբ որ Աստված ձեզ բաներ է ասել, դուք նայել եք ձեզ, նայել եք ձեր մարմնին, նայել եք ձեր տկարությանը, ձեր կյանքի հետ բնագավառի հետ որ խոսել է, դուք լսել եք ու զարմացել եք, ու ապշած եք մնացել, ոնց է դա հնարավոր, ու դուք ոչ մի ձև չեք պատկերացրել ոնց կարա դա իրականություն դառնա, բայց Աստված երբ որ մի բան ասում է, ինքը իրավիճակները փոխում է ու ինքն էլ իրականացնում է իր խոսքը։ Ես համոզված եմ, ձեր մեջ կան մարդիկ, որ ունեն որոշակի փորձառություն, որ իրենց կյանքում արդեն իսկ տեսել են նման բաներ կատարված, խոստմունքներ, որ ծնվել են ձեզանից անկախ։ Աստված իր հոգով իջել է ձեր վրա, դուք հղիացել եք, անցել է ժամանակ, այդ խոսքը կատարվել է ու այդ ինչ որ ծնվել է, դա դառել է քո օրհնությունը ու հնարավոր է նույնիսկ շատերի օրհնությունը։ Ու դա կատարվել է Աստծո զորավոր ձեռքով։ Ամեն։ Ու հիմա գալիս է նման ժամանակաշրջան։ Ըստի, որ ասում եմ, հիմա հետաքրքիր բան հիշեցի, գիտեք, 96 թվականին եկեղեցին, մեր եկեղեցին այդ ժամանակ 800-ից մի 1000 հոգի, 1200 հոգի, այդ քանակությունն էր, ու մենք հավաքույթի համար տեղ էինք վարձակալում ամեն շաբաթվա համար, որ հավաքույթները անցկացնենք։ Ես հիշում եմ այդ ժամանակ ես մի երազ տեսա, երազից մեջ ես տեսնում էի հանրաճանաչ քարոզիչ ավետարանիչ Բենի Հինին, որը իր ինքնաթիռը իջնում է Հայաստան, ու ես այնքան ոգևորված էի այդ երազով, որ ասում էի Բենի Հինը գալու է Հայաստան, բայց այդ խոսքը ես ոչ մեկին չէի ասել, իմ սրտում էր, ու հետո անցավ մոտավորապես մի ամիս ժամանակ, ու հանկարծ մեր հովիվը հայտարարում է, որ Բենի Հինը պատրաստվում է գա Հայաստան, ու այդ խոսքերը իմ համար հաստատություն էին, իմ մոտ ցնծություն էր ուղղակի, այն ինչ որ Աստված ինձ ցույց էր տվել, ու հիմա հաստատում է հովիվի միջոցով, ու ես համոզված էի, այն ինչ որ Աստված ասում է, դա կիրականացնի։ Բայց հետաքրքիր մի բան կատարվեց մոտավորապես մի քանի օր հետո, մենք եկեղեցու երեխեքի հետ ինչ որ վայրում էինք, ուտեղ կային ծառայողներ, չգիտեմ ոնց խոսք բացվեց հենց այդ մասին, որ Բենի Հինը գալու է Հայաստան, ու ծառայողներից մեկը ասում էր, որ Բենի Հինը չի գա Հայաստան։ Ես ասում էի, ոնց գալու է։ Աստված ասել է, որ գալու է, հովիվը ասեց, որ գալու է, ու ես չեմ ուզում ասեմ, որ ես էլ երազ եմ տեսել, բայց ես ասում եմ, հովիվը ախր ասեց, գալու է։ Ինքը ասում է, բայց գիտես, շատ լավ է ցանկությունը, որ մենք ունենք, բայց իրականության հետ դա չի համապատասխանում։ Ես ասում եմ, բայց ինչի համար չի համապատասխանում։ Ինքը ասեց, որովհետև որպեսզի մեծ ինքնաթիռները վայրեջ կատարեն, նախ պետք է որ լինի բան,
взлетная полоса, այդ վայրեջքի թռչ, այդ ուղին, որ ինքնաթիռը կարա վայրեջ կատարի։ Բոլորս էլ գիտենք, որ հատուկ այրոպորտը պատրաստված է այդ հսկա ինքնաթիռը, որպեսզի կարողանա ապահով վայրեջ կատարի։ Ասեց, գիտես, ինքնաթիռը, ասեց, երևի տեսել ես, որ բաները, որ կան ավիանոսցի, հայերենով նավեր, այն հսկա նավերը, որոնց վրա ինքնաթիռներ են շարված, ռազմական, տեսած կլնեք։ Ասեց, այդ ինքնաթիռները, որպեսզի վայրեջ կատարվեն, այդ հենց ավիանոսից է պետք, որպեսզի իրանք ապահով այդ հիմքի վրա կարողանան իջնեն։ Ասես նավակի վրա, եթե փորձի այդ ինքնաթիռը պասատկա անի, վայրեջ կատարի, այդ լոդկեն, այդ նավակը կսուզվի, ինքնաթիռն էլ հետը։ Ասեց պետք է ամուր հիմք լինի նման ինքնաթիռի վայրեջքի համար։ Իսկ նորից եմ ասում, եկեղեցին ընդամենը 800-ից 1000 հոգանոց էր, այսինքն ուզում էր ասել, որ մեր եկեղեցին այդ հիմքը չի, մենք փոքր նավակ ենք ու նման ինքնաթիռ, որը Բենիհինի ծառայությունն է, ինքը չի կարա վայրեջ կատարի մեր եկեղեցում ու դա մեր համար կործանարար կարա լինի, եթե ինքը հանկարծ գա։ Ու ինքը իրականում տրամաբանորեն շատ ճիշտ էր բացատրում, ինչ որ բացատրում էր, որտեղ եթե իմ մոտ մինչև այդ հարցեր կային, թե ինքը ինչի համար է տենց ասում, իր բացատրությունից հետո իմ համար շատ բան պարզ էր։ Բայց ես մի բան իրան ասի, բայց գիտես, ասի, եթե Աստված ասի, Բենիհինը կգա։ Իսկ ինքը ասեց Աստված չի ասի իրան պես բան։ Դա իր միակ սխալն էր այդ ամբողջ ասացի մեջ, որովհետև Աստված չի ասում բաներ, երբ որ արդեն կա պատրաստի։ Աստված ասում է բաներ, երբ որ դա չկա։ Տեսեք, Մարիամին ասեց մի բան, իսկ Մարիամը ընդհանրապես ոչ գիտեր ինչ բանա հղիությունը, ոչ գիտեր ինչ բանա տղամարդը, ոչ գիտեր ինչ բանա ընդհանրապես երեխա ունենալը։ Ոչինչ չգիտեր ու չեղած տեղից վերցրեց ու իրան ասեց, որևէ փորձառություն չուներ։ Ու ընդհանրապես մարդիկ կան իրենց կյանքում, որ ասում են բաների են հասել, որ իրանք էլ ապշել են, զարմացել են։ Նախնական շրջանում, երբ որ Աստված այդ խոսքը իրանց տվել է, իրանք չեն եղել այն ինչ որ կան։ Բայց երբ որ Աստված իրանց ասել է, իրանք դարել են այդ ինչ որ Աստված ասում է։ Ու ես իրան այս տեղում էի ասում, գիտես, Աստված իրան կասի, Աստված իրան որ ասի, ինքը անպայման կգա։ Ու ինքը ասում էր, Աստված իրան չի ասի։ Ու տենց մեր խոսակցությունը տենց կիսատ վեճի մեջ մնաց, ինքը մնաց իր տեսակետին, ես մնացի իմ տեսակետին, ես համոզմունք ունեի, որ անպայման Բենիհինը գալու է, որովհետև երազով տեսել էի։ Անցան տարիները, հետագայում եկեղեցին ունեցավ իր սեփական շենքը, աճեց, մեծացավ, դառավ մի քանի հազար ու 2013 թե 2014 թվականին, ես հստակ չեմ հիշում, արդեն Բենիհինը եկավ Հայաստան, եկավ մեր եկեղեցի ու իրականում կատարվեց այդ խոսքը, որ Աստված այսինքն Բենիհինը գալու է Հայաստան, Աստված իր օծյալին բերելու է Հայաստան ու դա դառնալու է Հայաստանի համար օրհնություն։ Իրականում ստացվեց, որ նավակը փոխվեց նավի, որը կրում է այդ ինքնաթիռին հնարավոր է, որ վայրեջքի տեղ տալիս է։ Ժամանակի ընթացքում Աստված բերեց այդ փոփոխությունը ու իրականացրեց իր խոստմունքը։ Գիտեք, այս սեզոնի փոփոխության հետ կապված, որ ասում ես, օրինակը հիմա հիշեցի, սա շատ հետաքրքիր օրինակ է։ Բաներ կա, որ Աստված ասում է, թվում է թե հենց հիմա պետք է կատարվի, դրա համար նայում ես իրավիճակին, ասում ես հնարավոր չի։ Բայց հստակ իմացի, որ Աստված երբ որ ասում է, այդ պահից սկսում է աշխատանքը իր խոսքը իրականացնելու։ Երբ որ Աստված Մինի Արարատի ասքանազի համար ասում է, մարդկայնորեն հնարավոր է դուք նայեք, տեսնում եք փոքր Հայաստան, Մինի Արարատի ասքանազի սահմաններով Հայաստան չեք տեսնում ու ձեզ թվում է թե այդ խոսքը հնարավոր չի որ կատարվի, հնարավոր չի որ այս Հայաստանի միջոցով Աստված մի բան անի, հնարավոր չի որ այդ խոսքը Հայաստանին է ասել Աստված, հնարավոր է ուրիշին է ասել, ինչի համար եմ ես վեկալեու Հայաստանի վրա սա անդադ ասում, նայում եք Հայաստանի տնտեսությանը, նայում եք Հայաստանի վարած քաղաքականությանը, նայում եք Հայաստանի ռազմական վիճակին ու որտեղ նայում եք լացներդ գալիս ասում եք լավ էս խեղճ ու կրակ Հայաստանը ինչ ընդհանրապես Իրանից ներկայացնում, որ մի բան էլ Աստված էս Հայաստանի միջոցով աշխարհի օրհնությունը դառնա։
Բայց նորից եմ ասում, երբ որ Աստված ասում է, ինքը չի նայում քեզ այդ վիճակի մեջ, ինքը գիտի ինչ է անելու ու ոնց է բերելու այդ փոփոխությունը ու ոնց է իր ժամանակին իր խոսքը կատարելու, ոնց օրինակ այս Բենիհինի գալու դեպքում եղավ, տարիներն անցան, պատրաստությունը Աստված սկսեց, իրականացրեց ու բերեց իր փառավոր խոսքի իրականացումը իր զորավոր ձեռքով, որը հանգամանքից Աստված կախված չի։ Գիտեք, այս մասին հիմա որ խոսում եմ, շատ հետաքրքիր է նաև այն պահը, որ այս մի քանի թե երեք էր նույնիսկ որ ասացի այն մասին, որ Աստծո շատ հայտնի ծառայողներից մեկը, որը աշխարհահռչակ է, ինքը շատ տարբեր երկրեր է գնում իր ծառայությամբ, երբ որ ինձ ասեց, ուզում եմ որ մենք միասին կոնֆերանս կազմակերպենք Հայաստանում ու անցկացնենք, գիտեք, իմ մոտ իրականում այդ նույն կարգավիճակը ոնց որ լինի, նայում եմ ինձ, ասում Աստված ջան, ես on-line ծառայող եմ, ես ֆիզիկապես եկեղեցի չունեմ ու ձգտում էլ չունեմ։ Ես մենակ ինձ ոնց առաջնորդել ես YouTube-ով ծառայելու, այդ ձև ծառայում եմ։ Նույնիսկ ֆիզիկական եկեղեցիներ կա, որ ինձ հրավիրել են իրենց մոտ քարոզելու, ես ինքս չեմ գնացել, որովհետև իմ համար ոնց որ դա խորտ լինի, ես ուզում անեմ այն ինչ որ Աստված ասում է ինձ անեմ ու այն տարածքում որտեղ Աստված ասում է անեմ, այսինքն ես չեմ ուզում անեմ մի բան, որ ինձ Աստված չի ասել։ Ու երբ որ այս կոնֆերանսի մասին այս խոսքը լսեցի, բնական է առաջին այդ ռեակցիաս նույնն էր, Աստված ջան, ինչ կոնֆերանսի մասին է խոսքը, Հայաստանում քանի հատ եկեղեցի կա, քանի մեծ քանակությամբ, նույնիսկ եկեղեցիներ կան իրենց սեփական շենքերով, ավելի հեշտ չէր իրանց հետ այդ ամեն ինչը կազմակերպելը, քանց թե որ հիմա ինձ ես ասում, որի ոնց որ սկի ես այդ մասին չեմ էլ մտածում, որ մնաց ջանք անեմ պատրաստվելու համար, ու ես այս ամեն ինչը ասենց մտածում էի, խոսում էի ու նաև հիշում էի ամեն ինչը, ինչ որ հիմա ես ձեզ պատմեցի։ Աստված չի ասում այն ժամանակ, երբ որ դու արդեն ամեն ինչ ունես ու ամեն ինչ պատրաստ ես, այլ ասում է այն ժամանակ, երբ որ իրականում դու նայում ես ու քո տկարության մեջ ասում ես, բայց ես ով եմ, ոնց կարամ ինչ-որ բան անեմ։ Մարիամին նման ասում ես, Աստված ջան, բայց դա ոնց է հնարավոր։ Իսկ Աստված ասում է, սեզոնի փոփոխություն է գալի, այն ինչ որ դու գիտես, ինչ ձևով որ միշտ արել ես, այլևս այդ ձև չի լինելու, գալիս է նոր բան ու գալիս է գերբնական ճանապարհով, գալիս է մանանայի պես, քեզանից կախված չի, քո հավատքից կախված չի, Աստծո խոստմունքն է կատարվում, ու Աստված կանի ամեն բան իր զորավոր ձեռքով։ Ու այս տեղում մնում է հանձնվես ու ասես Աստված ջան, դու գիտես ոնց ես անում, կարևորը որ դու գիտես ինչ որ անում ես քո փառքի համար է։ Գիտեք, այսքան կոչ եմ անում ու ասում զինեք ու պատրաստեք մինին արարատն ու ասքանազը։ Երբ որ մարդիկ հիմա բարձրացած պատրաստական հայտնում են այն մասին, որ ուզում են գան, անցկացնեն այդ կոնֆերանսները ու զինեն ու պատրաստեն մինին արարատն ու ասքանազը, մեր այս տարածաշրջանը, որ Աստված որոշել է, շատ կարևոր է, որ ես ինքս իմ մտքով չհակառակվեմ Աստծո աշխատանքին ու նույնիսկ եթե շատ բաներ չեմ հասկանում, ասեմ Աստված ջան, թող լինի քո կամքը, ոնց որոշել ես, ամեն բան իր ժամանակի մեջ է, որ դու անելու ես։ Իրոք ժամերն ու ժամանակներն Աստծո ձեռքի մեջ են ու Աստված է որոշում, թե երբ կիրականացնի իր խոստմունքը։ Գիտեք, սա ասում եմ, էլի մի բան հիշեցի, այս երազը երբևէ չեմ պատմել։ Մի քանի տարի առաջ ես կոնֆերանսը, այ հիմա հետաքրքիր է, տեսեք Աստված նախապատրաստել է ինձ որոշակի բաներով։ Մի քանի տարի առաջ ես երազ էի տեսնում, երազիս մեջ ես Հայաստանում պատրաստում էի ինչ-որ կոնֆերանս, կարելի է անվանել կոնֆերանս, տեղ հատուկ անունը կոնֆերանս չէր, բայց իր բնույթով դա նման է շատ, որովհետև ես ունեի մի սեփական տուն, ամբողջությամբ պարսպապատված, առանձնացված, մեծ այգիով, բավականին գեղեցիկ բնությամբ ու ես հրավիրել էի մարդկանց այդ իմ տան մեջ, որպեսզի մենք ունենայինք ինչ-որ հավաքույթ։ Ու այդ հավաքվածների մեջ ես անուն ազգանունով ընդգրկել էի 70 հոգի մարդ։ Քանի որ տեղը սահմանափակ էր, ես վերցրել էի և որոշել էի այն մարդկանց քանակը ու այն մարդիկ, ովքեր որ պետք է մասնակից դառնան
այդ հավաքույթին։ Ու ես կանգնած էի դռան առաջ այդ պարիսպների մոտ, կարդում էի անուն ազգանունը, բացում էի դուռը ու այդ մարդուն ներս էի թողնում, ինքս վերահսկում էի, որպեսզի այդ քանակությունը պահպանեմ, որովհետև պատրաստությունը այդքանի համար էր հնարավոր եղել, սեղանները այդ չափի էին, որ 70 հոգի մարդ կարող տեղավորվեր, ու բնական է ուտելիքն էլ սեղանների վրա այդ չափով էր պատրաստված։ Բայց ի զարմանս ինձ ամեն անգամ, երբ որ ես դուռը բացում էի ինչ-որ մեկը, որպեսզի ներս մտներ ու անուն ազգանունը կարդում էի, իր հետ վազելով ինչ-որ մեկը կողքից մտնում էր, որը հրավիրված չէր։ Ու ես չէի հասցնում դուռը փակեի ու այդ մարդու առաջ դուռը փակեի, թույլ չտալու, որ ինքը մտնի։ Ինքը շատ արագ էր մտնում այն մարդու հետ, ում որ անունը կարդացել էի։ Ու ստացվում էր, որ ամեն անգամ ինչ որ մեկի հետ ինչ որ մարդ էր ներս մտնում, խախտելով այն դրված իմ կողմից սահմանված կարգու կանոնը, որով փորձում էի վերահսկեի այդ հավաքույթը։ Արդյունքում դա կրկնվեց մի քանի անգամ, երբ որ բոլոր այդ ցուցակը կարդացի, վերջացրեցի, բոլոր մասնակիցները արդեն հավաքված էին, ես նայում էի բոլորին ու իմ այդ 70 հոգուց բացի, այսինքն 70 հոգու փոխարեն, ես տեսա, որ ներս են մտել 153 հոգի։ Ու իրականում իմ սիրտը շատ նեղված էր, որովհետև դա կրկնակիից էլ ավել է, ու ես մտածում էի, որ եւ տեղերի քանակը եւ ուտելիքը չի հերիքելու, բայց ի զարմանս ինձ եւ ուտելիքը բոլորին հերիքեց եւ տեղերի քանակը բոլորին բավարարեց։ Այսինքն ես տեսա, որ կա մարդկային սահմանափակում որոշակի հարցերի շուրջ, որ ինքս ինձանով փորձում էի վերահսկեի, բայց Աստված ավելի լավ գիտեր ինչ է անում։ Չմոռանանք, որ Հիսուսը ինքը վերցրեց երկու ձուկը ու հացը, 7 հացը, թե հակառակն եմ ասում, ինքը բազմացրեց ու 5000 հոգի մարդ կերակրեց, չհաշված երեխեքին, կանանց, այսինքն երբ որ Աստված որոշում է իր գերբնական միջամտությամբ իրավիճակի վրա բերի իր հաղթանակը, մարդկային միտքը հանձնվում է, մարդկային միտքը այլևս չի կարող հակառակվի։ Դրա համար այս օրինակներով Աստված սովորացնում է ու ցույց է տալի, որ մենք իրան չսահմանափակենք։ Եթե Աստված որոշել է Հայաստանում բերի նոր ժամանակաշրջան, որ Հայաստանի կյանքում բերում է իր արթնությունը, իր պատրաստությունը, որոշել է իր որոշած ճանապարհով, իրավիճակների միջոցով, դա կանվանի կոնֆերանս, հավաքույթ, ինչ ուզում ա թող անվանի, եթե ինքը նախատեսել է, որ Հայաստանը պետք է զինի ու բարձրացնի, որևէ մեկը սրան արգելք չի կարա լինի։ Ինչքան էլ մյուս երկրները նայեն Հայաստանին անարգեն, ծաղրեն, ծիծաղեն, ինչքան էլ մեր երկրում սխալ վերաբերվեն Հայաստանին, միևնույնն է, Աստծո աչքին Հայաստանը այն է, ինչ որ Աստված ասել է, ու Աստված է դարձնում Հայաստանը այն, ոնց որոշել է։ Աստված է, որ Հայաստանի սահմանները փոխում է ու մեծ հայքը հարություն է տալի, ինչքան էլ որ մեր միտքը չհասկանա ու ըմբոստանա։ Աստված երբ որ սկսում է իր աշխատանքը, այլևս ոչ մի բան առաջվանը չի, հները անցան, ամեն բան նոր է։ Ես անցած անգամ խոսում էի մահվան միջով անցնելու հարություն առնելու մասին։ Երբ որ այդ աշխատանքը Աստված կատարում է քո հետ ու դու անցնում ես մահվան միջով ու հարություն ես առնում, դու քեզ նման չես այլևս։ Դու անում ես բաներ, որ ինքդ քո վրա զարմանում ես ու գիտակցում ես, որ սա քո զորությամբ ու քո կարողությամբ չէր, դու առաջ այդ ձևի չէիր։ Հասարակ օրինակ ասեմ, Հիսուսը ինքը հարություն առավ ու ինքը իրան նման չէր։ Հիսուսի մարմինը փոխված էր, ինքը կերպարանափոխվում էր։ Մինչև խաչվելը Հիսուսը այդ ձև չէր։ Երևի նման բան չկար, որ Հիսուսը մարդկանց հետ խոսեր, իրան չճանաչեն ու մեկ էլ հանկարծ հասկանան, որ Հիսուսն է։ Բայց հարությունից հետո ինքը մի մարմին էր հագել, որ Հիսուսի հետ խոսում էին, սկզբից չէին իմանում, որ դա Հիսուսն է։ Հետո ընդ հացը կտրեց, նոր հասկացան, որ Հիսուսն է, մեկ էլ հետո աներևույթ դառավ։ Սենյակում նստած էին, մեկ էլ հանկարծ Հիսուսը
հայտնվեց իրանց մեջտեղում դռները փակեր, այսինքն անում էր արդեն Հիսուսը բաներ, որը չէր արել մինչև խաչվելը, նշանակում է հարությունից հետո այլևս դու նույնը չես, դու երբ որ անցնում ես մահվան ճիրաններով, Աստված է քեզ անցկացնում, թույլ է տալի, որ այդ մահը կայանա քո կյանքում ու քո մեջ մեռնում է բաներ, որը քո համար անհասկանալի է, նույնիսկ քո համար թանկ էր ու դու պահում էիր, չէիր ուզում դրանք կորցնեիր, բայց Աստվածը անում են ձև, որ դու դրանցից զրկվում ես, կորցնում ես, քո մտածելակերպն է փոխվում, երբ որ Աստված հարություն է տալի, դու այլևս առաջվանը չես, քո մոտ ձևավորված նոր մտածելակերպ է սկսվում, նոր հնարավորություններ են սկսում, զորությունը սկսում է քո կյանքում գործել նենց, որ մինչև այդ չէր եղել, քո ամեն մի խոսքը դառնում է աղոթք, քո խոսքերը այնքան արագ են սկսում կատարվել, որ ինքդ զարմանում ես ու սկսում ես զգույշ խոսել, որպեսզի ամեն մի խոսքը չկատարվի, որտեղ միշտ չի, որ մտածելով ճիշտ ես խոսում ու դրական ես խոսում, պատահում է, որ բացասական բաներ ես խոսում, նույնիսկ քո կյանքում, քո ընտանիքի կյանքում ու շատ կարևոր է, որ այդ ժամանակ հասկանալով քո խոսքի կշիռը զգույշ լինես, որ սխալ բաներ չարձակես ու այդ սխալ բաները չկատարվեն։ Դրա համար հարազատներս ես օրհնում եմ ամեն մեկիս, որպեսզի չսահմանափակենք Աստծուն ու թույլ տանք այն աշխատանքը, որ մեր կյանքում անում է, իրականացնի իր զորավոր ձեռքով, հանձնվի Աստծուն, հանձնվի ու հեշտությամբ կանցնես այս ընթացքը, ինչքան արագ կայանա քո մահը, այնքան շուտ կայանա քո հարությունը ու Աստծո խոստմունքները քո կյանքում կսկսեն իրականանալ, որտեղ Աստված է խոսել ու ասել. քեզանից կախված չի, աստվածային գերբնական միջամտությունն է գալի քո կյանք, ինքն է փոխում իրավիճակը ու ինքն է քեզ դարձնում այն, ինչ որ Աստված քեզ ասել է, Աստվածը Հայաստանը դարձնում այն երկիրը, որի մասին խոսել ու ասել է, փառք Հիսուսին իր փառավոր հաղթանակի համար, որ արդեն կատարել ու ավարտել է, շնորհակալություն սիրելի Հայր քո խոստմունքների համար, որ ունես Հայաստանի վրա ու ամեն մեկիս վրա, որը օրհնություն ու կյանք է ամեն մեկիս համար, եղիր փառավորված ամեն մեկիս վրա Հիսուսի զորավոր անունով, թող ամեն մեկս քո ձեռքերի մեջ լինենք այն զորավոր անոթը, որի միջոցով դու կքանդես սատանայի գործերը ու կկառուցես քո արքայությունը ողջ աշխարհի վրա, եղիր փառավորված քո ժողովրդի կյանքում ամեն ժամանակ Հիսուսի անունով, ամեն։